Վերցնել մանդատները, թե չվերցնել։ Վերջին օրերին հետընտրական շրջանում բավականին ակտիվ քննարկումներ է գնում, բուրըն քննարկումներ է գնում համացանցում, կոչ են անում ընդդիմադիր ուժերին, որոնք այս կամ այն չափով հաղթահարել են անցողիկ շեմը կամ դեռ պայքարում են հաղթահարելու համար, այսպես կոչված դնել մանդատները, չվերցնել, որովհետև կոչ մենք ձեզ չենք ընտրել, որպեսզի ընդդիմադիր աշխատեք Նիկոլի մոտ։ Սիրելի բարեկամներ, խնդրանքս կոչս, ձերս մնացեք էմոցիոնալ պոռթկումներից, էմոցիոնալ գնահատականներից եւ էմոցիոնալ մոտեցումներից, որովհետեւ էմոցիոնալ մոտեցումները դրանք լավ տեղ չեն տանելու։ Նիկոլի էմոցիոնալ մոտեցումներից էին զրոյական կետը, Արցախ, Հայաստանը եւ վերջ, եւ տեսեք ուր բերեց դա մեզ։ Էմոցիան քաղաքական կատեգորիա չէ, եւ մենք բոլորս պետք է հասկանանք, որ քաղաքականության մեջ շարժվել պետք է բացառապես քաղաքական հաշվարկներով, եւ այդ հաշվարկները ի օգուտ Հայաստանի, ի շահ Հայաստանի օգտագործելով։ Եթե հիմա կոչ եք անում չվերցնեք, որովհետև մենք ձեզ չենք ընտրել, որ Նիկոլի մոտ ընդդիմադիր աշխատեք, սիրելիներս, դուք իրենց ընտրել եք իրենց ծրագրերի համար, դուք իրենց ընտրել եք իրենց նպատակների համար, որը ձեր ճաշակին կամ, չգիտեմ, մոտեցումներին համահունչ են եղել, եւ պետք չէ ստեղծել մի իրավիճակ, որի ժամանակ որոշ մարդկանց մոտ կարծիք է ստեղծվում, թե ընդդիմությունը չգիտեմ, պայմանավորվում է կամ հանուն աթոռի է գնում կամ հանուն ինչ-որ աշխատավարձի է գնում։ Բարեկամներ, թողեք թող ընդդիմադիր ուժերը, որոնք հաղթահարել են շեմը, իրենք որոշեն ոնց են ռազմավարություն մշակում եւ մշակած ռազմավարությունը իրականացնում, որովհետեւ եթե քայլենք էմոցիաներով, կունենանք այն, ինչ որ ունեցավ Նիկոլը, ինչ որ բերեց Նիկոլը հայ ազգի գլխին։ Խնդրում եմ, ձերս մնացեք էմոցիաներից, տրվեք սառը դատողություններին եւ պետք է մտածել բացառապես աշխարհակաղակական եւ ներքաղաքական տեսանկյունից եւ շարժվել բացառապես քաղաքական կատեգորիաներով։ Էմոցիաներին տրվելը դա քաղաքական կատեգորիա չէ։ Եվ եւս մեկ նշում, ես հետևում եմ եւ հետաքրքիր այն է, որ կուսակցություններին կոչեր անողների մեծ մասը իրենք անձամբ ոչ մի լուրջ քայլ չեն ձեռնարկել։ Ընկերներ, այդ մարդիկ լուրջ քայլեր են ձեռնարկել ընդդեմ Նիկոլի։ Բերեք թողենք թե շարունակեն, կամ օգնենք շարունակեն, կամ չգիտեմ, ինչ-որ մի ձևով աջակցենք, որ շարունակեն, բայց ոչ թե ստեղծենք մի իրավիճակ, երբ էմոցիոնալ պոռթկումներին ստիպված լինեն պատասխանել եւ սուզվեն այդ անսպար հարց ու պատասխանի մեջ, ինչու այսպես, ինչու այսպես, ինչու այսպես։ Ես համոզված եմ, որ ընդդիմադիր ուժերը կգտնեն ուղի, եթե Բարգավաճ Հայաստանը կարողանա անցնել խորհրդարան եւ Նիկոլենք դրա դեմը չառնեն, կգտնեն ուղի ճիշտ ձևով ռազմավարություն մշակելու։ Բերեք սպասենք եւ տեսնենք ինչ է լինում։ Շնորհակալություն։